Բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքը տեր է կանգնում իր տված նախընտրական խոստումներին։ Դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ այն համայնքներում, որտեղ իրենց դաշինքը ստացել է ձայների մեծ մասը, այդ համայնքներում յուրաքանչյուր ընտանիք 5-րդ երեխայի ծննդյան դեպքում համայնքում կստանա անվճար բնակարան։ Հայաստանում ընտրությունից առաջ մենք խոսք էինք տվել, որ երկրում պետք է այսպիսի ծրագիր լինի, որ ամեն 5 երեխա ունեցող ընտանիքի այն ընտանիքի, որտեղ ծնվում է 5-րդ երեխա, բնակարան պետք է նվիրվի այն տարածաշրջանում, որտեղ վստահությունը մենք ստացել ենք եւ մարդիկ իրենց վստահությունը մեզ են տվել, մեկնարկում ենք ծրագիր Ստեփանավանի տարածաշրջանում, Գյուլագարակի տարածաշրջանում, Տաշիրի տարածաշրջանում ծնված ընտանիքներում ծնված ամեն 5-րդ երեխայի դեպքում ընտանիքը նվեր է ստանում բնակարան համայնքում մայրիկի անունով։ Գյումրու քաղաքի քաղաքացիները դրա պատասխանը պետք է տան քվեով։ Այսպես է պատասխանել Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գյումրիում արտահայտ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա։ Փոխքաղաքապետը նշել է, որ ինքն ու իր քաղաքական ուժը մինչ օրս չեն պատկերացնում այն մեխանիզմները, որոնցով կարելի է անտեսել 30,000-ից ավելի քաղաքացիների քվեն եւ կամայական փոփոխություններ կատարել քաղաքում։ Փաշինյանը Գյումրիում արտահայտ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարել էր ընտրություններից 2 օր անց։ Այս պահին հարցը այն է, թե օրինական ինչ ճանապարհ կա լուծարելու Գյումրիի գործող ավականին, քանի որ մինչ այս պահը բոլոր նստաշրջաններում նիստերը գումարվել են, իսկ ավականին օրենքով լուծարվում է, եթե մեկ նստաշրջանում 3 նիստ չի գումարվում։ Ամիսներ շարունակ Գյումրիի ավականու ընդդիմադիր թևի ձայները բավարարում են քվորում ապահովելու ու նիստեր գումարելու համար, թեև օրինակ Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մանդատից չի հրաժարվել ու այն մեկ ուրիշին չի փոխանցել, բայց 18 մանդատը բավարար է։ Ամենահավանական տարբերակը ըստ Գյումրիի ավականու նախկին անդամ Լևոն Բարսեղյանի Գյումրին խոշորացված համայնք դարձնելն է։ Իդեպ ԿՊ-ն արդեն նման բան արել է Էջմիածնում։ Թե ինչպես իշխանությունը Գյումրիում արտահայտ ընտրություններ կանցկացնի, այս պահին հստակ չէ, բայց պնդում են, թե այն օրինական է լինելու։ Իսկ մինչ այդ արդեն 9 ամիս կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեղադրանքների թիվն ավելանում է։ Անցած ամիս քննչական կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել այլ անձանց հետ իշխանության յուրացում նախապատրաստելու համար։ Դրա հիմքում մի գաղտնալսում էին դրել, որում ենթադրաբար Ղուկասյանը ասում էր, թե առանց ռուսների համաձայնության ոչինչ չի անի։ Կոտայքի մարզի Արգել հեկի տարածքում շինաշխատանքների ժամանակ փլուզվել է շինության մոտ 100 քառակուսի մետր մակերեսով բետոնե ծածկը, ինչի հետևանքով 2 աշխատակից հայտնվել են փլատակների տակ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու տեղի ուժերը կարողացել են փլատակների տակից դուրս բերել տուժածներին։ Չարենցավանի բժշկական կենտրոնի շտաբօգնության խմբերը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացիներին, որից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Համացանցում տեսանյութեր են հրապարակվել Երևանի Վաղարշան փողոցում տեղի ունեցած ծեսկրտուքից, կրակոցներից եւ վրաերթից։ Կադրերում երևում է, թե ինչպես է զինված անձը կրակում քաղաքացուն, նրա ագրեսիվ վարքը կանխելու համար մեկ այլ քաղաքացի մեքենան վարում է նրա ուղղությամբ։ Քիչ անց մի քանիսը զինված քաղաքացուն գցում են գետնին ու ոտքերով հարվածում։ Այս արտառոց դեպքը տեղի ունեցել հուլիսի 12-ին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ դեպքի վայր է ժամանել շտաբօգնության 2 բրիգադ։ Տարածքում եղել էին մի քանի վթարված մեքենաներ, նաեւ փամփուշտի հետքերով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության ու սպանության փորձի հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել էր։ Հերթական բողոքի ակցիան են իրականացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi-Zone գրուպի աշխատակիցները։ Նրանք պահանջում են վերաբացել գործարանն ու թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի։ Կապարակնքված շենքի մոտ հավաքված աշխատակիցներն ընդգծել են, այս հարկադիր արձակուրդ հարյուրավոր ընտանիքների փաստացի զրկել է ապրուստի միակ միջոցից ու իրենց աշխատանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Հասել է գագաթնակետին։ Եթե ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետությունը մի հատ փոքր հարց չի կարում լուծի կամ չեն կարում, չգիտեմ, ինչ որ այդ ստուգումները կազմակերպեն, որ շուտ լինի, մենք էլ չենք կարում համբերենք։ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում եւ նրա առանձնատանը լայնածավալ խոզարկությունները սկսվել էին հուլիսի 6-ին, որից հետո նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2022-ից 2024 թվականներին կատարված ենթադրյալ խարդախության եւ փողերի լվացման գործով։
Կալանավայրից հայտարարությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա անդրադարձել է իր ընկերությունների դռները կապարակնքելուն եւ իր աշխատողներին անգործության մատնելու քննիչների անուղղակի որոշմանը։ Մեջբերում հայտարարությունից. Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ։ Բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից։ Ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ բոլորին հասկանալի է նաեւ, որ այդ ձեռնարկությունների ապօրինի ասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի եւ ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց։ Դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ ցավ է հասցնում եւ աշխատող քաղաքացիներին եւ մեր երկրին ընդհանրապես։ Մեջբերման ավարտը։ Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ կապարակնքված են Ծառուկյանին պատկանող ընկերությունների դռները։ Աշխատողները բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես Երևանում, այնպես էլ Կոտայքի մարզում, պահանջելով վերականգնել իրենց աշխատելու հնարավորությունները։ Երևան-Սևան մայրուղին փակելու սպառնալիքի մասին լսելուց հետո միայն քննիչները որոշել էին թույլատրել Արարատ ցեմենտի աշխատողներին շարունակել աշխատանքները։ Իսկ Մուլտիգրուպին պատկանող մնացած ընկերությունների եւ աշխատակիցների ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անորոշ։ Իրանի հարավում ԱՄՆ հարվածների հետևանքով զոհվել է 30 խաղաղ բնակիչ, հայտնել է Իրանի կառավարությունը։ Ավելին, Իրանի բանակը հայտարարել է, որ Բենպուրի հարավ-արևելքում գտնվող ռազմական բազաների վրա հարձակման ժամանակ 7 իրանցի զինծառայող է զոհվել։ Իրանի կառավարությունը խոստացել է, որ այս հարվածներն անպատասխան չեն մնա։ Do you anticipate that the strikes were Նոր սպառնալիքներով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս անգամ նա սպառնացել է քանդել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։ Թրամփի այս տեսակ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նա բացարձակ մտադրություն չունի դադարեցնելու հակամարտությունն ու բանակցելու իրանական պատվիրակության հետ։ Մենք այսօր, վաղը երեկոյան եւ հաջորդ գիշերներին շատ ուժեղ հարվածելու ենք նրանց։ Նրանց համար ամեն ինչ շատ վատ է լինելու, քանի որ հաջորդ շաբաթ արդեն էլեկտրակայաններն ու կամուրջներն են վերանալու։ Նշել է Սպիտակ տան ղեկավարը Fox News-ի հետ հարցազրույցում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հաստատված հրադադարն այլևս կորցրել է իր ուժը, իսկ ամերիկյան զինտեխնիկայի հարվածներն ավելի ինտենսիվ են գործի դրվելու, ոչ միայն Իրանի քաղաքներին հարվածելու նպատակով, այլ նաև Հորմուզի նեղուցում իրանական նավերին։ ԱՄՆ Սենատի դեմոկրատները տապալել են 1.15 տրիլիոն դոլար արժողությամբ պաշտոնական բյուջեի նախագիծը։ Քվեարկության ձախողման հիմնական պատճառն Իրանի դեմ առանց կոնգրեսի թույլատվության եւ հստակ ռազմավարության սկսված պատերազմն է։ Ըստ NBC հեռուստաալիքի այդ գործողությունների իրական արժեքը կարող է հասնել 100 միլիարդ դոլարի, ինչը եռակի գերազանցում է Պենտագոնի հրապարակած տվյալները։ Օրենսդիրները քննադատել են սոցիալական ծրագրի կրճատումը եւ ռազմական ծախսերը մինչեւ 1.5 տրիլիոն դոլարի հասցնելու Սպիտակ տան պահանջը։ Այսպիսով տասնամյակներ շարունակ անխափան ընդունվող օրինագիծը վերածվել է իշխանության երկու թևերի միջև քաղաքական լուրջ դիմակայության առարկայի։ Իսրայելական ստորաբաժանումները ներխուժել են Լիբանանի հարավային Հադաս Հարիս մարտական ուղղություն։ Միաժամանակ իսրայելական հրետանին միջազգայինորեն արգելված ֆոսֆորային ռումբերով թիրախավորել է Բարաշիտ եւ Բեյթ Յահուն բնակավայրերի միջև ընկած բնակելի գոտիները։ Իրավիճակն էլ ավելի է բարդացել երկրի հյուսիսային Հերմել շրջանում, որտեղ հզոր պայթյուն է որոտացել գազ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում։ Տեղի ունեցած միջադեպի հստակ պատճառների կամ հնարավոր զոհերի վերաբերյալ ստույգ տվյալներ դեռևս չկան։ Ռազմական այս ագրեսիվ գործողություններն ու կասկածելի պայթյունները փաստում են Լիբանանի ողջ տարածքում խորացող անվտանգային անկայունությունը։ FIFA-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի կրած պարտությունից հետո Փարիզում ու մի շարք այլ քաղաքներում անկարգություններ ու բախումներ են սկսվել։ Ձերբակալվել է ավելի քան 140 մարդ։ Երեկ Ֆրանսիայի հավաքականը 2-0 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքականին, դուրս մնալով աշխարհի առաջնությունից։ Նման կերպ իրեն զայրույթն արտահայտելը կարծես արդեն ավանդույթ է դարձել ֆրանսիացիների համար, սակայն զավեշտալին այն է, որ հաղթանակի դեպքում էլ են ֆրանսիացիները ավերում սեփական քաղաքները։